Ողջույն սիրելիներ։ Ինչ արեց Փաշինյանի կառավարությունը համար 2 թրիփ ուղին։ Այսօր մենք խոսենք թրիփ նախագծի մասին։ Այսքան քննադատված, այսքան խոսացված մի նյութի մասին։ Եվ այսպես, ինչ է թրիփ նախագիծը։ Եկեք խոսենք ինչ է թրիփ։ Թրիփ նշանակում է Trump Road International Peace and Prosperity։ Թարգմանաբար Թրամփի ուղին կամ ճանապարհը միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Հարց. որտեղ է այստեղ պետք երաշխավորը։ Խոսել երաշխավորների մասին Թրամփի ուղու հետ կապված նշանակում է ուղղակի ոչնչացնել Թրամփի ուղին։ Իսկ ինչ է Թրամփի ուղին իր արժեքով։ Դարերի մեջ, եթե ես չասեմ տրթատ թագավորի տեսքում, մենք նման հզորագույն պայմանագիր չենք ունեցել։ Եկեք մի պահ մտածենք ինչ է Թրամփի ուղին։ Ընդհանրապես պետությունները, երբ որ փոքր են, ունեն փոքր խնդիրներ։ Երբ որ պետությունները մեծ են, նրանք ունեն մեծ խնդիրներ։ Իսկ երբ որ պետությունը կառավարում աշխարհը, նրա խնդիրները շատ մեծ են, գլոբալ են։ Եվ դու փորձես քո փոքրիկ պետության համար գնաս հասնես այդ մեծ պետության դուռը, այդ հզոր աշխարհի հզոր կառավարող պետության դուռը, թակես եւ բերես քո պետության մասին ինֆորմացիա, որ իր ոչ ցանկությունն է, ոչ նպատակն է, ոչ էլ մտածումը քո պետության մասին եւ համոզես, որ ինքը իր աշխարհի կառավարումը սկսի քո պետության մեջ, սա աներևակայելի անպատկերացնելի աշխատանք է եւ անպատկերացնելի նույնիսկ անհավանական էր նույնիսկ մտածել, որ սա կհավատան ու կհամոզվեն։ Մանավանդ, երբ որ դու ունես շատ բարդ ռելիեֆային պայմաններ, լեռներ, ձորեր, եւ ունես շատ բարդ հարևաններ, եւ ընդհանրապես բարդ տեղանքում ես այս պահի դրությամբ ու համոզես, որ դու ամենաընտիրն ես բոլոր այդ տարածաշրջանի երկրներից, որ քո պետության հետ կապի այդ պայմանագիրը, չունենալով ոչ պայմաններ, ոչ ճանապարհներ, ոչ մի նախապայման, համոզեց, որ 0-ից սկսի քո պետության մեջ ներդրում անել, այս ֆենոմենալ հնարավոր տանջալից աշխատանքը, որ այս կառավարությունը արել է։ Եվ նորից եմ ասում, սա դարերի մեջ մեր ունեցած ամենամեծ հզոր պայմանագիրն է։ Հիմա արեք մտածենք, թրիփը Իրանից ինչ է ներկայացնում։ Ինքը ճանապարհ է, եթե վերցնենք Թրամփը բառը հանենք, որովհետև Ամերիկայի Մեծ Նահանգների նախագահները ամեն մեկը իրենց նախագահների անունով մի բաներ ունեցել։ Թրամփը միակ նախագահն է, որ իր անունը միջազգային է դարձել։ Մնացած նախագահների անունները Ամերիկայի Մեծ Նահանգների ներսում են։ Նրանք ունեն ճանապարհներ, դպրոցներ, հուշարձաններ, մի խոսքով Թրամփի անունը միջազգային է դարձել իր մի խոսքով նախասիրության պատճառներով, բայց համոզել ասել, ախպեր, այս ճանապարհը քո անունով էլ կդնենք, մենակ դու արի։ Ես մեծագույն դրվատանքի խոսքեր եմ ասում այս կառավարությանը, որպեսզի դուք հասկանաք ինչ է սա նշանակում, նշանակում է հետևյալը. Հայաստանը դառնում է կենտրոն միջազգային ազգերի միջև եղած խաղաղության եւ բարգավաճման, այսինքն նա դառնում է այդ կենտրոն, որտեղ ազգերը կարող են բարգավաճել եւ խաղաղ ապրել, եթե լինի Հայաստանը, եթե չլինի Հայաստանը, կարող է չկարողանան բարգավաճ ապրել, որտեղ աստեղ պետք երաշխավորը, մի հատ ուղեղից մեջ մցրեք էլի, որտեղ է պետք է երաշխավորին բերես դնես, որ այդ երաշխավորն ասի, հա, Հայաստանը կարա դառնա այդ կամ չի կարա դառնա։ Արա աշխարհի հզոր պետությունը ասում է, ես ասում եմ, որ իմ աշխարհի կառավարման կենտրոնը դնելու եմ այս տարածքում Հայաստանի մեջ։ Հզոր պետությունը ասում է, ես եմ ասում, Հայաստանի հետ գալու ենք կառավարենք։ Դուք հասկանում եք, եթե մենք հանկարծ կորցնենք այս շանսը, մենք կորցնում ենք Հայաստանը ընդհանրապես, որովհետև նույնիսկ այդ երաշխավորները կասեն, արա դու ապուշ ես հորս արև, այս հզոր գիգանտ ծրագիրը, որ դու չուզեցար, մենք չգիտենք, մենք քեզ էլ ինչ առաջարկենք, դու ավելավել պետք է չի պետություն ունես, որտեղ անիմաստ աշխարհի մեջ, քարտեզի մեջ տեղ ես զբաղացնում, որ քո հետ ոչ մեկ էլ չի կարա պայմանագիր կապի, դու անհուսալի պետություն ես, դու այս հզոր գիգանտ ծրագիրը, որ փչացրեցիր, էլ պետք չի, մենք ոչ մեկ էլ չենք ուզում քո հետ պայմանագիր կապենք, դու էլ պետք չես մեզ, անհուսալի ես, անցանկալի ես, աննպատակային ես, ընդհանրապես պետք չես էլ մեզ։
Կարա քո տեղը ուրիշ պետություն լինի, որի հետ այդ տարածքը մենք օգտագործելուց հարմար կօգտագործենք։ Եվ այդպես են մեր հետ վարվել, հասկանում եք, դարերով։ Մեր պետության մեջով գնացել եկել են, մեր հողի մեջ երկրները կարողացել են բիզնեսներ ստեղծել, մեզ ասել են դու սուս մնա, դու թեթև մի հատ առևտրական ես, գնա դու էլ քո այդ առևտուրն արա, բայց Չինաստանից դեպի Եվրոպա մարդիկ տարել բերել են մեր երկրի մեջով, մեզ ոչինչ չեն տվել։ Հիմա Հայաստան ասում է ես եմ կարողանում այդ անեմ, ես, ու նորից որոշները գան քեզ խցկեն, փչացնեն էդի, այդ չգիտեմ ինչ ասեմ, այդ մարդկանց մեկ Փաշինյանին չեմ մեղադրում, որ նրանց փորձում վիրավորել, որովհետև դու տենում ես, արա ոնց քո պետությունը դու ամեն ինչ անում ես, որ կայանա, ու սրանք եկել են ամեն ինչ ուզում են անել, որ կործանեն քո պետությունը, այդ չլնող բան է, անհասկանալի է։ Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Եթե հանենք Թրամփ բառը ու դնենք Հայաստան բառը, Թրամփ բառի փոխարեն լինում է այսպես. Հայաստանը միջազգային խաղաղության եւ բարգավաճման ճանապարհ։ Մտածել ես կյանքիդ մեջ, որ դու կարող ես այն բանը, չէ՞ ասում, մեր աշխարհագրական բարդ միջավայրի պայմաններում այդ թշվառ բառերի փոխարեն դու հակառակն ես ասում, Հայաստանը միջազգային խաղաղության ու բարգավաճման ճանապարհ։ Արեք ախպեր, ձեր խաղաղությունը, ձեր բարգավաճումը իմ միջով է, ես եմ այս կառավարումը, եւ որպեսզի քեզ հանկարծ որևէ մեկը ոչինչ չասի, աշխարհի հզոր պետություններ ասում է, ես եմ այս ամենի պատասխանատուն։ Ով կարա քեզ բան ասի, արա։ Կողքը իրականում մեծ ախպեր կա։ Հասկանում եք, ինչքան մեծ պայմանագիր է Թրիփը, եւ փչացնել այս պայմանագիրը հավասարազոր է կործանել Հայաստանը։ Ընդհանրապես հայ մարդու հետ ոչ մեկ չի խոսի։ Կասեն դու անինքնասեր ժողովուրդ եք, դուք այս մեծ պայմանագիրը ոչ մի բանի տեղ դրեցիք։ Վստահեցնում եմ ձեզ, եթե նույնիսկ այս պայմանագիրը կապեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանը կերազեր, Վրաստանը կերազեր, անգամ Պարսկաստանը համաձայն կլինի, վստահ եմ, իր միջուկային այս պարազենությունները մի կողմ դնի, եթե ինքը դառնա Պարսկաստանը միջազգային ուղիների ճանապարհ, վստահ եմ նա համաձայն կլինի։ Ռուսաստանը, Չինաստանը, բոլոր պետությունները, նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ուզում են երաշխավոր լինեն, նրանք կերազեին այս ծրագիրը իրանց մեջով գնար, կերազեին, բայց այս ծրագիրը քո մեջով է գնում գալիս։ Փաշինյանը, որ ասում է խենթանալիք է դառնալու, մենք չգիտենք ոնց ենք նույնիսկ կառավարելու, հենց այնպես չի ասում։ Այդ փոքր միջանցքը դառնալու է խենթանալիք իրավիճակ, մեծ տարանցիկ կենտրոն, Հայաստան Հանրապետությունը։ Մեծագույն նվեր է այս կառավարությունը արել։ Նրա անունը ոսկե տառերով պատմության մեջ գրվելու է այս ծրագրի հիման վրա։ Հանկարծ խելքդ հացիդ հետ չուտես, սրանք քեզ կործանման են տանում, ոսկե բառերին մի հավատա։ Դա նույն բանն է, որ երախու ձեռքը փորձես ոսկեզոծ սպղան մի հատ կոնֆետ տաս ու խափես նրա ձեռքից միլիարդավոր բաները ձեռից խլես, ասենք եթե նրա ձեռքը $1 միլիոն փող ունի, ասես, «Էս զիբիլ թուղթը քեզ պետք չի բարես»։ Էլի տուրից, անի սիրուն պսպղան կոնֆետ եմ տալիս քեզ։ Սրանք էդ են անում։ Մեր դեմ դնում են պսպղան կոնֆետը, խափելով մեր ձեռքից վերցնելով մեր վերջին ծաղկող Հայաստանի հույսը։ Աստված թողորտնի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին։